Հայաստանում կա տպագրության և տպագրական նյութերի հասանելիության խնդիր, որոնք թույլ չեն տալիս ստեղծագործարներին լիովին օգտագործել և իրականացնել իրենց գաղափարները։ Այսօրվա մեր կինոյի առանցքային խնդիրներից մեկը դա հետարտադրական փուլն է։ Արդարացված ծախսը դա ամբողջ աշխատանքը մեկ տարածության մեջ կենտրոնացնելն է։ Մարդակենտրոն և մասնակցային մասնագիտություն է ճարտարապետությունը, որը ոգեշնչվում և ոգեշնչում է մյուսներին։ Այսպիսով, այն պարտավորեցնում է իմանալ ոչ միայն մասնագիտական, այլ զուգահեռ այլ մասնագիտության ոլորտների հիմունքները, որով ավելի ճիշտ կհետազոտվի մարդ-քաղաք փոխհարաբերությունները, դուրս կբերվի նրանց խնդիրներ և կտրվի ճիշտ լուծումներ։ Մարդիկ access պիտի ունենան հետաքրքիր գրադարանի, որ անվերջ հետաքրքիր դիզայն գիրքեր կարող են տեսնել։ Պիտի կարողանան շփվել տարբեր ոլորտի դիզայներներու հետ Հայաստանի մեջ եւ internationally, բայց ամենակարևորը պիտի կարողանան ունենալ a sustainable support system։ Ու եթե լինի հաբը իր տեխնիկայով իր մասնագետներով, դա լիքը մարդու կյանքը թեթևացնի։ Նկարված հումնյութը կանցնի կինոյի հետարտադրական փուլի բոլոր պրոցեսներով, ինչը այսօր մեր երկրում կաղացող օղակներից մեկն է, ու երբ հաբը ստացվի, ուղղակի հերթ կգոյանա։ Նման տարածքը թույլ կտա թե մասնագետներին և թե ուսանողներին լիովին թաթախվել ստեղծագործական իրականության մեջ, ձևավորելով համայնք, զարգացնել ստեղծարար տնտեսություն և ոգեշնչող միջավայր լայն հասարակությունների համար։ Հաբը տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց համար գիտելիքների խորացման և զարգացման խաչմերուկ կհանդիսանա, որտեղ միահամուռ ուժերով կգտնեն բոլոր խնդիրների անհրաժեշտ լուծումները։ Եվ այս ամենը պետք է հավաքվի մեկտեղ, որ ունի մեկ բան, the luxury, որ նոր բաներ սորվին, որ հին բաներ սորվին, փորձարկումներ ունեն և ստանան նոր պրոդակտներ։ It's a luxury, but it's a luxury, որ Հայաստանի creative industry-ն շատ պետք ունի։